Մայրենին ինքնության պահպանման միջոց։ Այս գաղափարն է ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդարանում անցկացվող հայոց լեզվի ուսուցիչների համահայկական հավաքի առանցքում։ Մասնակցում է 120 մանկաբարձ Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Հնդկաստանից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր համայնքներից, տարբեր երկրներ, տարբեր կրթական միջավայրեր, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ հայերենը փոխանցել հաջորդ սերնդին։ Մեր ծրագիրը հայրենաշունչ է, սակայն համապատասխանում է ամերիկյան լեզուների դասավանդության եւ կրթական չափանիշներին, չափորոշիչներին։ Այսօրվա նյութերը վերաբերվում են կրթական եւ դասերակցական նոր մեթոդներին, մոտեցումներին, մանավանդ լեզվի դասավանդության, լեզվի եւ մշակույթի դասավանդության մեթոդներին Սփյուռքի մեջ։ Սփյուռքի հայկական դպրոցների թիվը տարեցտարի ավելանում է, հետևաբար մեծանում է ուսուցիչների պահանջարկը, կրթական ծրագրերի ու ժամանակակից գործիքների անհրաժեշտությունը։ Ելույթում ընդգծում է Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ Հովհաննես Սարգսակ Գումրույանը։ Սփյուռքում հայոց լեզվի ուսուցիչը պարզապես առարկա չի դասավանդում։ Նա առաջինն է, ով մանկան առջև բացում է հայ մշակույթի աշխարհը։ Նրա դասարանում հայերենը հնչում է ոչ միայն որպես լեզու, այլև որպես պատմության, գրականության, երգ, ազգային հիշողության եւ հոգեվոր ժառանգություն։ Շատ երեխաների համար հայրենիքը սկսվում է ոչ թե Հայաստան առաջին այցելությունից, այլ առաջին հայերեն պատմվածքից, առաջին բանաստեղծությունից եւ առաջին երգից։ Ուսուցչի առաքելությունը միայն գիտելիքը փոխանցելը չէ, նշում են կազմակերպիչները։ Մանկավարժն իր մեծ ներդրումն ունի երեխայի դաստիարակության եւ ինքնության ձևավորման գործում։ Ամեն ուսումնական տարվա սկզբին կազմակերպվելիք այս ժողովները չափազանց կարևոր են մեզ համար, որովհետև դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալու այն հրաշալի նորամուծություններին, նոր գաղափարներին, որոնք էլ ավելի արդյունավետ են դարձնում մեր աշխատանքը մեր փոքրիկ երեխաների հետ։ Նմանատիպ սեմինարները իսկապես շատ ոգևորող է եւ շատ ինֆորմատիվ, նաեւ ուսուցիչներին հնարավորություն են տալիս, որպեսզի թարմացնեն գիտելիքները եւ ավելի գրագետ եւ ավելի օգտակար կազմակերպեն իրենց դասերը։ Մարտահրավերները շատ են, երեխաներն ապրում են անգլալեզու բազմամշակույթ միջավայրում, իսկ հայկական դպրոց հաճախում են շաբաթական մեկ անգամ, ինչը բավարար չէ հայերեն լիարժեք սովորելու, վարժ կարդալ գրելու համար։ Գրեթե 2 տասնամյակի վեր այս թեմական կառույցեն ներս աշխատանիստեր կգազմագերվին, որովհետեւ առավել աշխուժությամբ մեր շաբաթօրյա վարժարանները ներս մենք կարողանանք սերունդներ պատրաստել, որտեղ հայ բադանի հոգու եւ մտքի եւ սրտի մեջ կարողանանք սերը ներարգել թեպի Աստված, թեպի մայր երկիրը, թեպի մեր սուրբ եկեղեցին, թեպի մեր սրբազան ավանդույթները։ Պատասխանատվությունը դրված է ուսուցչի վրա։ Նրա աշխատանքը կարող է անգնահատելի լինել ոչ միայն հայերեն սովորեցնելու, այլև այն հաճախ կիրառելու, պահպանելու եւ տարածելու հարցում։ Յուրա Վահանյան, Հակոբ Փափազյան, լուրեր։